Բարև բոլորին, ես պլանավորել էի երբ իմ սկսնակ ալիքը դառնա 1000 բաժանորդ տեսանյութ սարքեմ այդ կապակցությամբ, նշեմ էլի, բայց տենց արագ 1000-ը հասավ ու անցավ, որ արդեն ուշացել եմ, բայց միևնույն է, ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ շեշտել այս առիթը։ Եվ հատուկ շնորհակալություն իմ ընկերներին, որ առանց խորանալու թե ինչ եմ անելու իրանց մեքենաների հետ, բոլորը մեծ սիրով ինձ տրամադրեցին ու շարունակում են տրամադրել իրենց մեքենաները։ Մերսի ձեզ, դուք սկիզբ դրեցիք իմ ալիքին։ Եվ մի քանի բան ուզում եմ ասեմ, թե ինչ սկզբունքով եմ նկարում իմ տեսանյութերը ու ինչա սպասվում հետագայում։ Առաջինը ուզում եմ լինի ուրախ եւ ինֆորմատիվ։ Բացի մեքենաների թեստ դրայվից, նաեւ լինելու են լիքը օգտակար խորհուրդներ, թե կապված մեքենաների խնամքի եւ տեխնիկական շահագործման հետ, թե տարբեր վարելու իրավիճակների մասին, մինի տուտորիալներ սկսնակների համար, փարքինգի հետ կապված, երթևեկության ապահովության մասին եւ այլն։ Նաև նոր կամերա եմ գնել ու այսուհետև ավելի հետաքրքիր ռակուրսներ կլինեն իմ տեսանյութերում։ Մեքենաների մասով, եթե նկատել եք, ամեն մեքենայի թեստ դրայվի վերջում ես գնահատում եմ իրանց իմ աղյուսակով։ Դա միշտ պահպանվելու է եւ կարող եք համեմատություն անցկացնել մեքենաների միջև եւ իմանաք, թե որ մեքենան ինչ է իրանից ներկայացնում որոշ կետերով։ Բնականաբար մեքենայի արտաքին մասը դա շատ դեպքերում որոշիչ է մեքենա գնելիս ու շատ սուբյեկտիվ է, բայց շատերը ուզում են իմանալ, թե ոնց է մեքենան իրան դրսևորում պրակտիկ տեսանկյունից։ Ու ես իմ համար դուրս եմ բերել կարևոր պարամետրերը, որը ըստ ինձ հետաքրքիր կլինեն նաև ձեզ։ Ինչքան բարձր միավոր է հավաքում տվյալ մեքենան այս ցուցակում, այնքան նա ավելի պրակտիկ է առօրյայում եւ ունիվերսալ է շահագործման մեջ։ Իհարկե քիչ մեքենաներ կան կամ գրեթե չկան, որոնք համ լավ սպորտային տվյալներ ունեն, համ կոմֆորտ են ու ընդարձակ, ցանկացած ճանապարհային մակերեսների վրա իրանց լավ են դրսևորում, ասֆալտ, թե օֆրոդ եւ մի բան էլ մատչելի են ու քիչ ծախսեր են պահանջում։ Ոնց ասում են 10 երնեք մի տեղ չի լինում ու մենք միշտ պետք է ընտրություն կատարենք այս կամ այն պարամետրերի միջև։ Իհարկե կան բալանսավորված մեքենաներ, բայց իրանք հիմնականում չեն ունենում շատ ուժեղ արտահայտված որևէ կողմ։ Օրինակ, մաքսիմալ սպորտային մեքենան չի կարա կոմֆորտ լինի ծանր օֆրոուդում։ Ամեն դեպքում այս պարամետրերի ցուցակը կօգնի ձեզ պատկերացում կազմել ու համեմատել մեքենաները իրար հետ տարբեր առումներով։ Ուզում եմ ձեզ ասեմ, որ ես ունեմ նաև Instagram-ի էջ, որը կցած է այս ալիքին, որտեղ միշտ նախորոք տեղադրում եմ այն մեքենաները, որը շուտով պետք է լինի թեստ դրայվում։ Կարաք հետևեք եւ իմանաք ինչ մեքենա է լինելու հաջորդը։ Այդ Instagram-ի լինքը կա այս էջի նկարագրության մեջ։ Կրկին շնորհակալություն իմ ընկերներին ինձ մեքենաներ տրամադրելու համար, ասեմ, որ իրանք բոլորը IT ոլորտից են, game developer-ներ, դիզայներներ, համակարգչային գրաֆիկայի մասնագետներ, իդեպ ես էլ եմ դիզայներ խաղերի ոլորտում։ Մեքենաները ուղղակի իմ հոբին են, որոնցից քիչ թե շատ գլուխ եմ հանում։ Ինչևէ, ձեզ ցանկանում եմ անփորձանք երթևեկություն, իսկ ինձ լավ թեստ դրայվեր։ Առայժմ